19-րդ դարում։ Ներմուծեք, որ դու ամբաղ-զամբաղ բաներ ես խոսում։ Ես ես մի բան ասեմ։ Դու մենակ չես խոսում, դու ծառայում ես սատանային։ Առավոտին տված շատ խղճուկ արդարացումը, որ սա հումոր էր, վկայում է ընդամենը մեկ բանի մասին, որ ինքը վախեցել է հանրային պարսավանքի ուժից, որը ավելի մեծանալու է։ Սա հումորային հաղորդում չէ։ Կներեք, Պետրոս Ղազարյանը 32 ատամ հաղորդումը չի վարում։ Եվ ինքն էլ ստենդափեր չէ, որ շփոթմամբ նստել է այնտեղ։ Պետրոս Ղազարյանը ոչ թե հումորային շոու է վարում, այլ հմեկով թիվ 1 քաղաքական վերլուծական կայքը։ Դրա համար պետք չէ մեզ խաբել, որ դա հումոր էր, դա բոլորովին հումոր չէր։ Իդեպ հումորի տեսանկյունից էլ ձեզ ասեմ, գիտեք, կա սև հումոր, բայց իրենը սև չէր, դարչնագույն էր։ Հիշում եք, չէ՞, ֆաշիզմի գույնը, մարդատյացության, մարդկանց խոշտանգելու։ Դա հումոր չէր, բայց եթե հումոր էր, դարչնագույն